Միանտապանում հյուրընկալել եմ ժողովրդավարության և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար, հանուն հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արնոլդ Բլեյանին։ Պարոն Բլեյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ ԱՄՆ հետախուզական ծառայությունը տարեկան զեկույց է հրապարակել, որում անդրադարձ կա հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և զեկույցում մասնավորապես նշված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ և մեջբերում անեմ, նախագահը Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի սահմանադրությունը հեռացնելու հղումը, որով նրա խոսքերով ենթադրվում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է, դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ և հետախուզական ծառայությունը հիշեցնում է, որ 2020-23 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրել է Լեռնային Ղարաբաղը Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչությունից, այս ձևակերպումը ուղիղ է։ Հիմա ինչպես է գնահատում վերջին ձևակերպումը եւ առհասարակ կարելի է ասել, որ Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ալիևյան այդ պահանջը փաստորեն լեգիտիմ է համարվում նաեւ ԱՄՆ-ի կողմից։ Իրենք ուղղակի արձանագրում են այն, ինչ պահանջում է Իլհամ Ալիևը, իրենք այնտեղ գնահատական չեն տալիս, որ իրենք կիսում են այդ գնահատականը, իրենք ասում են, որ Ադրբեջանի նախագահը պահանջ է բերել եւ դրա ճանապարհը ռեֆերենդումն է Հայաստանում եւ իրենք շատ իրավացիորեն նշում են, որ դրա հաջողությունն էլ այնքան երաշխավորված չէ, որովհետև նախ հանրաքվեի մասնակցությունը պետք է լինի ընտրողների 50% պլյուս մասնակցություն, որպեսզի այդ հանրաքվեն համարվի կայացած անկախ նրանից թե այո է թե ոչ։ Եվ երկրորդը, այո, մենք հասկանում ենք, որ սահմանադրության ընդունումը, փաստորեն եթե հանկարծ դու հայտարարեցիր, որ դեմ ես դրան, դառնալա որ դու դեմ ես պատերախաղությանը, եթե դու կողմ ես դրան, ուրեմն կողմ ես Ադրբեջանի պահանջների կատարմանը, այսպեսի մի հակադիր, մի բևեռ կա եւ այստեղ շատ դժվար է կենտրոնանալ եւ հասկանալ, թե լավ, ի վերջո իսկ սա պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, թե չէ։ Ես կարծում շատ մեծ ջանք ու եռանդ կպահանջվի ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, որպեսզի նա կարողանա այդ բոլոր պահանջները մի կողմ դնել եւ կենտրոնանալ հենց այն բուն սահմանադրության վրա, թե որքանով է այդ սահմանադրությունը իրեն պետք կամ պետք չէ։ Այսինքն ոչ թե կենտրոնանա, թե դա Իլհամ Ալիևի պահանջն է, Միացյալ Նահանգները նաև իր հետախուզական ծառայության հետ ռեպորտի մեջ է գրել դրա մասին, Նիկոլ Փաշինյանը կատարում է Իլհամ Ալիևի պահանջը, հա, ինչպես օրինակ մենք լսում ենք, այսինքն նա պետք է փորձի կարողանալ տարանջատել այդ ամենը եւ կենտրոնանալ բուն սահմանադրության վրա, որքանով է դա նպաստում իր բարեկեցությանը, որովհետեւ սահմանադրությունը պետք է լինի քաղաքացու համար։ Սահմանադրությունը պետք է եւ երբ դրաֆտը հրապարակվի, մենք հասկանանք ի վերջո այն ինչ փոփոխություններ կան այդ սահմանադրության մեջ։ Օրինակ մենք լսել ենք, որ երթվյալ ատենակալների այդ համակարգը ներդրվելու է դատական համակարգում, մենք պետք է հասկանանք որքանով է դա նպաստում, որքանով չի նպաստում։ Շատ լավ կլինի, որպեսզի սահմանադրությունը իր ամբողջական էությամբ ուսումնասիրվի։ Եվ քանի որ մենք դեռ չունենք ամբողջական տարբերակը, դժվար կլինի գնահատական տալ, առավել եւս գնահատական տալ միայն այն կետին, որտեղ արդեն այդ անկախության հռչակագրի պրեամբուլան դուրս է լինելու ըստ վարչապետի, բայց դա ժամանակ է պահանջելու, մենք գիտենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն հրապարակվելու է դրա նախագիծը եւ ըստ օրենքի 6 ամիս ոչ շուտ նոր կկարողանան նոր ինչ-որ ընտրական process-ներ առաջ քաշել, այսինքն 6 ամսից շուտ մենք չենք ունենալու հանրաքվե։ Եվ այդ ընթացքում արդեն կլինի քննարկում կուսակցությունների, քաղաքասարակության, քաղաքացիների միջև իրենց դիրքորոշումներն են հայտնելու առ այդ նախագիծը նոր սահմանադրության եւ այդ ընթացքում կարծում եմ ավելի արդյունավետ մենք կարողանանք ամբողջական սահմանադրությանը գնահատական տալ։ Դա հասկանալի է, պարոն Բլեյան, բայց ես ուզում եմ պատկերացնել, եթե հանրությունը այնուամենայնիվ ձեր ասած տեսանկյունից չմոտենա հարցին եւ էմոցիաները ամեն դեպքում գերիշխող լինեն եւ զուտ Ալիևյան պահանջը չբավարարելու համար ոչ ասվի։ Արդյոք Ադրբեջանը կարող է ասել, թե ուրեմն եթե փոփոխություն չեք անում, ես հարձակվում եմ, այսինքն նա այդքան իրավունք կարող է իրեն վերապահել։ Գիտեք որն է հարցը։ Դա կնշանակի լրիվ այլ գործոններն էլ կարևոր են։ Ի վերջո մենք չենք կարող
բացառել նաև այն հանգամանքը, որ կարող է միջև այդ արդեն ստորագրված լինի խաղաղության համաձայնագիրը, որովհետև մենք քանիցս լսել ենք Ադրբեջանից տարատեսակ, հա, նախագահ Ալիևից տարատեսակ նախապայմաններ, բայց հետո իրենք դա չեղարկել այսպես ասած կամ անտեսել է եւ գնացել է քայլերի եւ հետեւաբար չի կարելի բացառել, որ մենք կարող ունենանք արդեն ստորագրված պայմանագիր խաղաղության համաձայնագիր եւ նա կհայտարարի, որ ես հույս ունեմ, որ չգիտեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ողջամիտ կլինեն եւ այլն կընդունեն համանadrությունը, այսինքն հնարավոր է որ նա այդպիսի քայլի գնա, հնարավոր է նա չգնա այդպիսի քայլի, այսինքն դա սցենարներից մեկն է։ Երբ արդեն լինի ենթադրենք նա չի գնում այդ քայլի, ենթադրենք մենք եկել ենք արդեն այն կետի, որ պետք է գնանք հանրաքվեի, դա բազում գործոններից է կախված լինելու ու ենթադրենք օրինակ մենք ասում ենք ոչ, հա, քաղաքացիները գնում են կամ օրինակ 50+% մասնակցություն չենք ունենում եւ այդ հանրաքվեն ընդհանրապես կայացած չի համարվում Միևնույն ժամանակ նաև օրինակ ընտրողների մեծամասնությունն ասում է ոչ։ Եթե այդ պահին օրինակ մենք դեռ ունենանք փակ սահման Թուրքիայի հետ, եթե դեռ այդ ժամանակ մենք ունենանք այն իրավիճակը, որը ունենք այսօր, հա, որ ունենք օգոստոսի 8-ը, ունենք ինչ որ կիսա ապա շրջափակված իրավիճակ, երբ օրինակ տրանզիտով Ադրբեջանից գալիս է հիմնականում վառելիք եւ ծորեն եւ որևէ այլ առաջխաղացում չլինի, այո, դա կարող է իրեն նա իրավունք վերապահել եւ օրինակ փորձել գնալ ռազմական գործողությունների։ Դա նաեւ կախված կլինի թե ինչ իրավիճակում կլինի Իրանը, որովհետեւ Իրանում կարող են այնպիսի բռնկումներ տեղի ունենալ, որ Իլհամ Ալիևի ձեռքերն ավելի ազատ լինեն կամ հակառակը, նա ավելի կաշկանդված լինի, որտեղ շատ լուրջ ռազմական գործողություններ Իրանում կնշանակի, որ հարավային Կովկասը ել ավելի մեծ կարևորություն է ստանում որպես խաղաղ իրավիճակ, որպեսզի օդային տարածքն օգտագործեն մնացած երկրները իրենց ուղևորափոխադրումները եւ բեռնափոխադրումները օդային ճանապարհով բազում նրբերանգներ կան եւ հակառակը կարող է հաշվի առնելով այդ կարևորությունը հարավային Կովկասի արդեն երրորդ երկիր փորձի օրինակ լարել իրավիճակը եւ ռազմական գործողություններ իրականացնել օրինակ նույնն է ինչ մենք տեսնում ենք Իրան-ադրբեջանական, Իրանա-թուրքական կոնյուկտուրայի ներքո, երբ թվում է թե Իրանին լրիվ անտրամաբանական է որպես ինչ որ մի նոր ճակատ բացվի թուրքական եւ ադրբեջանական կողմում, բայց իրանական կողմից ինչ որ բաներ լինենում եւ ամենայն հավանականությամբ դա հենց Իրանը չի անում։ Այսինքն նույն դրվագը կարող է լինել հարավային Կովկասում, որպեսզի ել ավելի Միացյալ Նահանգների եւ իր եվրոպացի գործընկերների հետ իրավիճակը ել ավելի վատթարանա, կարող են ել ավելի լարել հարավային Կովկասում իրավիճակը եւ այդ ժամանակ արդեն կախված չի լինի թե մենք ինչ ունենք Ադրբեջանի հետ այդ պարագայում։ Այսինքն շատ դժվար է այս պայդրությամբ կանխազգալ եւ կանխորոշել թե ինչ սցենարներ կարող են տեղի ունենալ լրիվ, որովհետեւ մենք նախ կղզյակում չենք ապրում, շատ բաներ կախված կլինեն իրանական սցենարից, ուկրաինական սցենարից Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +300 74 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հիմա ձևակերպումը պարոն Բլիյան։ Ինչու են այդպիսի ուղիղ ձևակերպում արել, Լեռնային Ղարաբաղը վերադարձրել է Ադրբեջանը ռազմական ճանապարհով Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչությունից։ Սա ընդունելի է։ Սա գործընկերային է Հայաստանի նկատմամբ։ Դե մենք ինչպիսի ձևակերպում կուզեինք տեսնել, որ տեղի ունեցել էթնիկ զտում, բռնի կերպով հայերը իրենց բնորանից ստիպված են եղել լքել այդ տարածքը եւ տեղափոխվել։ Դե ունենք այն ինչ ունենք։ Հայկական կողմը լավ չի աշխատել, որ այսպիսի ցանկալի կլիներ, որպեսզի ես չգիտեմ թե որքանով են այլ երկրի ներկայացուցիչները հնարավորություն ունենում ազդել այս զեկույցների վրա։ Կարծում եմ եւ կարելի է ենթադրել, որ հնարավոր է, որ ինչ-որ մի տարբերակ կա, որ մենք կարողանայինք աշխատել, բայց կարծում եմ այնուամենայնիվ իրենք նամանավանդ այս վարչակազմը իրենք ավելի ազատ են եւ իրենք ավելի կապված չեն այլ երկրների ընդհանրապես գնահատականի հետ եւ իրենք են ձևակերպում այնպես ինչպես ցանկանում են եւ շատ ժամանակ նաեւ այս վարչակազմը ճունի նաեւ այն մասնագիտական ունակությունները, որպեսզի շատ խորանալ կոնկրետ տարածաշրջանի պահով եւ օրինակ մենք գիտենք, որ վերջերս իրանական աղբյուրներից մեկ իմացանք, թե որքան հեռու է նույն աշխարհագրությունից Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ջեյմս Ուիտկոֆը, հա։
եւ Միացյալ Նահանգների վարչակազմում շատ քչերն են այս պայդրությամբ, որոնք իրապես տիրապետում են դիվանագիտական եւ աշխարհագրական թալապես տերմինոլոգիային, գիտությանը, իմացությանը եւ հետեւաբար հնարավոր է որ այդ ձևակերպումը որ մենք գտել ենք, իրենք չեն էլ մտածել որ դա կարող է խնդրահարույց լինել որևէ այլ երկրի համար։ Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթին անդրադառնանք, սրան հետևել են Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարությունից Զախարովան օրինակ տարակուսանք է հայտնել Փաշինյանի երրորդ երկրների մասին խոսքերի եւ հայ հոգեվորականների գործակալ լինելու հետ կապված նա մասնավորապես հարց է տվել ում մասին է նա խոսում, պարոն Ալիևի մասին է խոսում եւ նաեւ Փաշինյանի այն հայտարարությանն է անդրադարձել, որ ցանկացած դեպքում երկիրը կհաղթի, եթե անդամակցի Եվրամիությանը, հիմա ասում է, կարծում եմ, երբ մարդը ասում է, որ եթե ընդունեն ԵՄ լավ է, իսկ եթե չընդունեն էլի կհաղթեն, ապա նման մարդիկ սովորաբար իրենց հետ շախմատ խաղալիս են հաղթում։ Ես կխնդրեմ նախ ձեր գնահատականը Փաշինյանի ելույթին, եթե նա Եվրախորհրդարանում էլի խոսում է հոգեվորականների որոշ մասի գործակալ լինելու մասին, ապա ինչու չկան քրեական գործեր, ինչու դա փաստերով ապացուցված չէ եւ արդյոք դա հարիր է պետության ղեկավարին առանց փաստերի գնալ եւ Եվրախորհրդարանում ելույթ ունենալ եւ նաև ըստ այդմ հնարավորություն տալ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչին այսպիսի հեգնական տոնով արձագանքել այս հայտարարություններին։ Տեսեք, գամ վերջից, գիտեք, շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գիտակցի, թե ինչով է կարևոր ընդհանրապես Հայաստանի եւ Եվրոպական միության հետ համագործակցությունը։ Ինչով է կարևոր այդ եվրոպական ինտեգրում ասվածը, ինչով են կարևոր այդ ստանդարտները եւ ինչով է այդքան կարևոր եվրոպական միության անդամակցությունը։ Ես համաձայն եմ, որ այդ ճանապարհը, որով մենք պետք է անցնենք եւ որտեղ երբ մենք մեր ապրանքների եւ որակների ընդհանրապես ստանդարտների բարձրացում է տեղ ունենում, դա շատ կարևոր ճանապարհ է։ Եվ թե երբ մենք մտնենք եվրոպական միությանը, դա էլ հարցական է։ Բայց ասել, որ այն ժամանակ թե կընդունեք լավ է, իսկ չընդունեք էլի լավ է, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ, որովհետև եթե ընդունեք լավ է, եթե չընդունեք, ուրեմն մենք աշխատենք այն երկրների հետ, որոնց պատճառով դուք չընդունեցիք, որպեսզի անպայման մենք համոզվենք եւ բերենք այն կետին, երբ Հայաստանի Հանրապետությունը լինի Եվրոպական միության անդամ։ Այսինքն մենք ընդունում ենք, որ ճանապարհը շատ կարևոր է եւ այո, այն ժամանակ, երբ մենք արդեն պատրաստ լինենք Եվրոպական միության անդամակցությանը, եւ մենք մեր ստանդարտները համապատասխանեցվել են եվրոպականի, դա նշանակում է, որ արդեն Հայաստանի Հանրապետությունը շատ կարևոր երկիր է։ Եվ իր ինստիտուտները, իր տնտեսությունը, իր կրթությունը, մնացած այլ բնագավառները արդեն բերել են այդ մակարդակի։ Բայց դա չի նշանակում, որ դա վերջնաժամկետն է, վերջնակետն է։ Դա կնշանակի, որ մենք պետք է էլի աշխատենք Եվրոպական միության առանձին երկրների հետ, որպեսզի վերջնական անդամակցություն լինի։ Ինչով է կարևոր վերջնական անդամակցությունը։ Տեսեք, Իսլանդիան, որն այսօր ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, բայց Եվրոպական միության անդամ երկիր չէ, հայտարարել է, որ հաշվի առնելով այն անվտանգային ռիսկերը, որոնք տեղի ունենում Արկտիկայի շուրջ, մենք որոշում ենք կայացնում, մենք մտածում ենք Եվրոպական միության անդամակցել, որպեսզի ել ավելի բարձրացնենք մեր անվտանգությունը։ Այսինքն ՆԱՏՕ-ի անդամակցությունը Իսլանդիայի համար այսօր իրեն բավարար չէ եւ նա ուզում է տնտեսական կազմակերպության մաս կազմել, որպեսզի ուժեղացնի իր անվտանգությունը։ Հայաստանի համար փոքր երկրները, որպեսզի կարողանան հարատևության մակարդակի բերեն իրենց անվտանգությունը, այսինքն տեսանելի հարատևության, այսպես ասած, պետք է անդամակցեն Եվրոպական միությանը, որտեղ Եվրոպական միությունն այն միակ տնտեսական կազմակերպությունն է, որտեղ մեր պես փոքր երկրները կարողանում են զարգանալ եւ առաջ գնալ։ Տեսեք, Բալթիկ երկրները, Լեհաստանը, մենք արդեն 13 տարի ԵԱՏՄ անդամ ենք։ Իրենք 13 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխել են իրենց կենսակերպը, կենսամակարդակը բարձրացել են, աննկարագրելի է։ Լեհաստանը մի քանի անգամ էժում է ստացել մինչև Եվրոպական միության անդամ դառնալը։ Եվ իրենք չեն ասել, դե մենք արդեն լավ է, հերիք է։ Իրենք նորից փորձել է, նորից մի դուռ փակվել է, պատուանից են փորձել, պատուանը փակվել է, յետևի դռնից են փորձել մտել եւ վերջապես մտել այսօր մտածել Եվրոպական միություն առանց Լեհաստանի անպատկերացնելի է։ Սա պետք է լինի մեր նպատակը։
Հարցի առաջին մասը։ Եվրախորհրդարանը Ես ի խոսել սկզբանե- առանց փաստերի։ Ես ի սկզբանե ասել եմ, որ օրինակ ինձ համար այնքան կարևոր չէ, թե ի վերջո Գարեգին կաթողիկոսը խախտել է այդ ուխտը թե չէ կուսակրոնության, որովհետև ես կարծում եմ դա իրենց ներքին գործն է։ Ես կարծում եմ, որ իրենք պետք է որոշեն թարապես որքանով է նպատակահարմար դեռ ունենալ այդ կուսակրոնության ուխտը, այստեղ շատ ավելի կարևոր այլ հարց է։ Եվ այլ հարցը դա Ռուսաստանի հատուկ ծառայությունների վրա իրենց աշխատելն է։ Գիտեք, ես իմ ձեռքի տակ չունեմ փաստեր, որ Գարեգին B կաթողիկոսը Ռուսաստանի Դաշնության գործող FSB-ի գործակալ է, չունեմ նմանատիպ փաստեր, եթե ունենայի կհանձնեի ԱԱՑ-ին։ Բայց ես բավարար կասկածներ ունեմ, որ հետևելով Գարեգին B կաթողիկոսի աշխատելավոճին, դու տեսնում ես, որ նա ամբողջությամբ ծառայում է Ռուսաստանի Դաշնության շահերին։ Հա, բայց իմ հարցը երկրի ղեկավարի դիրքորոշման մասին է, հայտարարության մասին է։ Հիմա նա կասկածներով է առաջնորդվում, թե փաստեր ունեն, որոնք չեն հրապարակվում։ Ես լսել եմ, որ իրենք ունեն փաստեր, բայց միակ խնդիրը, որ իրենք չեն ուզում այդ ճանապարհով Գարեգին B կաթողիկոսին իրենց իր ասած իր գահից հանել, դա հայ-ռուսական հարաբերություններում շատ լուրջ սրում չառաջացնելն է։ Դա եղել իրենց, այսպես ասած, բացատրությունը, բայց իրենք ունեն այդ փաստերը։ Մյուս կողմից, ես համաձայն եմ նաև վարչապետի այն ձևակերպման հետ, ավելի շուտ ոչ թե վարչապետներ ասել, արդեն իր ԿՊ-ից պարզաբանումներ են եղել, որ մինչ այդ որոշ հոգևորականներ եւ իրենց հետ աֆիլացված ուժեր եվրոպացի падգամավորների շրջանակում շատ լուրջ աշխատանք են տարել, հա, հոգուտ սրբազանների, այսպես ասած, որոնց հանդեպ կա քրեական հետապնդում, եւ վարչապետը որոշել է բարձրաձայնել օգտագործել այդ ուրեմն հարթակը եւ բարձրաձայնել այդ հարցը։ Գիտեք, ես վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ հոգևորականները ներգրաված են հատուկ ծառայությունների, այլ երկրի հատուկ ծառայությունների հետ։ Նպատակը այնտեղ այդ ամենի մասին խոսելու։ Այսպես ձևակերպեմ։ Ո՞րն է նպատակը, այսինքն մեր ներքին այդ խնդիրը այնտեղ արծարծելու նպատակը ո՞րն է։ Իմ տրամաբանությամբ նպատակը եղել է այն, որպեսզի ամենաբարձր մակարդակով հայտարարվեն, որ այն խնդիրները, որոնց բախվել են թե Բալթիկ երկրները, թե Վրաստանը, թե Արևելյան Եվրոպայի երկրները, որտեղ որոշ հոգևորականներ երբ օգտագործվել են հատուկ ծառայությունների կողմից, իսկ դա եղել է, դա փաստ է։ Նույն խնդիրը կա նաև Հայաստանում։ Եվ հետևաբար, երբ ձեր մոտ գալիս են եւ հայտարարում են, որ այս սրբազանը, այն սրբազանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, իրականում խնդիրը լրիվ այլ հարթության մեջ է գտնվում։ Ամենաշնորհով արդարանալ էր այնտեղ։ Արդարանալ է, որովհետև մենք տեսել ենք, որ տարատեսակ միջազգային կազմակերպություններ, կրոնական, սկսել են զեկույցներ պատրաստել, որ Հայաստանում կրոնը հետապնդվում է եւ այլն, եւ ես կարծում եմ վարչապետը որ ասում են քայլ ձիով արեց եւ գնաց բարձրաձայնեց դրա մասին։ Ինչ օգուտներ կամ ինչ վնասներ դրանից, դրա համար պետք է ժամանակ, որպեսզի մենք տեսնենք արդյոք նա ճիշտ էր այդ քայլով, թե նա սխալվեց այդ քայլով։ Շատ լավ։ Հիմա նախընտրական տրամադրություններին գալով, պարոն Բլեյան, Փաշինյանը արդյոք չի չափազանցնում, երբ ասում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրեն կամ խաղաղության կուսակցությանը իդեմս քաղաքացիական պայմանագրի կամ մնացած բոլոր կուսակցություններին, որոնց անվանեց պատերազմի կուսակցություններ։ Սա չափազանցություն է, սա գույների խտացում է, պատերազմով վախեցնել է, թե չոր փաստերի արձանագրում, ինչ կարող է։ Գիտեք, մասնակի ճիշտ է, մասնակի սխալ է, որովհետև ճիշտ է ասում, որ կան կուսակցություններ, որոնք պատերազմի կուսակցություն են, բայց սխալ է ասում, որ դրանք երբ նա ասում է բոլոր մնացած կուսակցությունները։ Դա շատ կոպիտ սխալ է եւ նրանք նույն սխալն են գործում, ինչ Գյումրի ընտրությունների ժամանակ, երբ նույն վարչապետը հայտարարեց, որ կամ մենք ենք, կամ մյուսները, եւ այդ թվում Եվրադաշինքը, որը մասնակցում էր ընտրությունների, իրենք մեզ
տարան եւ դրեցին են մնացած կուսակցությունների հետ նույն հարթակում եւ հիմա իրենք նույն բանն են ուզում անեն։ Այսինքն իրենք գնում են իշխանության, իրենք չեն մտածում թե ինչ ընդդիմություն կձևավորվի, իրենք փորձում են հնարավորինս շատ ձայն վերցնել, առանց մտածելու, որ օրինակ վնասում են նաեւ այլ քաղաքական կազմակերպությունների, որոնք փորձում են իրապես օրակարգ նոր բերել, նոր քաղաքական եւ առողջ օրակարգ բերել եւ այդ դիսկուրսը, այդ նախկին ներկա այդ դիսկուրսը ընդհանրապես փարատել, որովհետեւ տեսեք մենք քանիցս նաեւ ձեր տաղավարում խոսել ենք, որ այո, իշխանությունը ունի բոլոր լծակները, իրավական լծակները եւ չունի որևէ խնդիր Եվրոպական միության որևէ կառույցի հետ, որպեսզի որոշ կուսակցություններին արգելի մասնակցել ընտրական process-ներին։ Ես էլի դեռ հույս ունեմ, որ բոլոր հակապետականները կամ գոնե 1-2-ը կարգելվեն ինչ-որ մի X պահի։ Ես հույսս չեմ կորցնում, որովհետև չի կարելի թույլատրել, որպեսզի այն կուսակցությունները, որոնք ժամանակին մաս են կազմել իշխանության բռնի զավթմանը եւ որը պատճառ է եղել, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, հեղափոխություն եւ հեղափոխությամբ եղած ուժը, եկած ուժը հայտարարել է, որ իշխանությունը եղել բռնազավթված եւ հետո թույլատրել այդ նույն ուժերին մասնակցեն ժողովրդավարական process-ների, որ իրենք կան եւ փորձեն տապալեն ժողովրդավարությունը։ Այդպես չի լինում։ Դա մեկ։ Երկրորդը, Մարդու իրավունքների դատարանը սեպտեմբերին անցած տարի վճիռ կայացրեց 2008 թվականի մարտի 1-ի գործով։ Դա արդեն իրավական շատ լուրջ հիմք է հանդիսանում իշխանության համար, որպեսզի օրվա իշխանություններին կոալիցիա կազմած ԲՀԿ, Դաշնակցություն, ՀՀԿ, Ռոբերտ Քոչարյան եւ Օրինաց երկիր, որ բոլոր այդ կուսակցություններն ու եւ ներգրաված ղեկավար մարմնում ներգրաված անձինք չթույլատրվեն մասնակցեն քաղաքական process-ների, որովհետև իրենք մաս են կազմել իշխանության բռնի զավթմանը եւ իրենք խախտել են մարդու ապրելու իրավունքը ըստ ձևակերպման նույն եվրոպական դատարանի, բայց մենք քայլ չենք տեսնում դրանից հետո, որովհետև նրանց հեշտ է անվանել թալանչիներ, գողեր, եւ դրանց հիման վրա իրանք փորձում են նորից գալ իշխանության։ Եվ ես մեծ մտավախություն ունեմ, որ 26 թվականի խորհրդարանը կարող է կրկնել 21 թվականի խորհրդարանը եւ մենք ունենանք շատ ավելի վատ պատկեր։ Իսկ ով ասաց, որ Սամվել Կարապետյանի ուժը շատ ավելի լավն է, քան Ռոբերտ Քոչարյանի, ով ասաց։ Հակառակը։ Կամ ով ասաց, որ օրինակ Սամվել Կարապետյանը նույնը չէ, ինչ Ռոբերտ Քոչարյանը կամ ինչ Սերժ Սարգսյանը, իրենք բոլորն էլ նույնական են։ Տեսնեք, հետաքրքիր է, որ այդ մարտիկ 2021 թվականի ընտրությունների արդյունքներից վերլուծություն կամ դատողություններ չեն արել, պարոն Բլեյան։ Իշխանությունը։ Ոչ, ընդդիմադիր այդ շրջանակները, չէ՞ որ ասում են 2021 թվականին Քոչարյանը մտավ ընտրապայքարի մեջ եւ ուղղակիորեն նպաստեց Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը։ Հիմա այդ մարդիկ չեն հասկանում, որ երբ որ նորից իրենք մտնում են այն էլ իրենց դեմքով ընտրապայքարի մեջ, էլի օգնելու են, նպաստելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը։ Իրենք չեն որոշումներ կայացնում։ Տեսեք, Գյումրի ընտրությունների ժամանակ իրենք ինչ էին ասում, կոկորթ են մեկը մյուսին կրծում։ Բսկտում էին իրար։ Վերջում ինչ եղավ։ Բոլորը գնացին Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկեցին դարձան քաղաքապետ։ Թելադրեցին, նրանք էլ կատարեցին։ Իրենք որոշում կայացնողներ չեն, իրենք հասկանում են, տեսեք, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ նա վարչապետի տեխնացու չէ։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու։ Պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը Նարեկ Կարապետյանի օգտին քվեարկի որպես վարչապետ, դա անպատկերացնել է։ Հետևաբար միակ հնարավոր իրենց ընդհանրական վարչապետի տեխնացուն դա Ռոբերտ Քոչարյանն է։ Դա էլ պատճառն է, որ նա մասնակցում է ընտրությունների։ Բայց հասկանալով, որ նա շատ ավելի քիչ քվե կարող է բերել, քան Սամվել Կարապետյանը եւ նույնիսկ Գագիկ Ծառուկյանի, գլխավորած Նոյան Տապանը իրեն թույլ են տալիս, որ նաեւ այլ քաղաքական ուժեր գան մասնակցեն ընտրությունների, տեսեք, նոր ինչ-որ դեմքեր են հայտնի գալիս, Վաղաշակ Հարությունյանն է հայտնել ընտրություններին մասնակցելու մասին, այսինքն իրենք արդեն լրիվ բաց են աշխատում, իրենք գնում են վաբանկ, հնարավոր բոլոր ընդդիմադիր, այսպես կոչված ընդդիմադիր ուժերին իրենք փորձում են աշխուժացնել, ներգրավել, ամեն մեկը 10, 20, 30 ձայներ ինչ-որ մի ձև կարողանան բերել, նաև խլացնելով
իրական քաղաքական դիսկուրսը այս ամենակարևորն է։ Ամենավատ բանը, որ տեղի ունենում, որ մենք ունենում ենք էլի այս գզվրտոցը։ Այսինքն մենք ոչ թե մտածում ենք, թե ուր գնա Հայաստանը, ինչպես անենք, որ այդ խաղաղությունը տեղի ունենա։ Այ իրենք օրինակ ասում են, որ օգոստոսի 8-ին պետք է Ռուսաստանին եւ Չինաստանին ներգրավել։ Ինչու են իրենք դա ասում։ Իրենք չեն ուզում բացահայտ ասեն, որ օրինակ մենք դեմ ենք օգոստոսի 8-ին։ Իրենք ասում են, եկեք ներգրավենք ռուսերին եւ չինացիներին, հասկանալով, որ դրանով իրենք տապալում են այդ պրոյեկտը։ Մենք այս օրինակ դանիացիների հետ հանդիպում ունեին, իրենք ասում են, որ իրենց հիմա իրենց մոտեցումներ են սպասվում, իրենք ասում են քաղաքական ասպարեզում, թե ընդդիմադիր, թե իշխանական, չկա որևէ կուսակցություն, որը դեմ լինի Ուկրաինայի օգտին, Ուկրաինայի օգնությանը։ Չկա որևէ ուժ, որ օրինակ կողմ կլինի, որպեսզի Գրենլանդիան դառնա Միացյալ Նահանգներին տրվի։ Այսինքն արտաքին հարաբերություններում որևէ թարապես դիսկուրս իրենք չունեն։ Մեր մոտ քաղաքական դեմքեր կան, որոնք ասում են Հայաստանի Հանրապետություն պետք է չլինի։ Պետք է լինի միութենական պետություն։ Եվ չկա իրավական գնահատական։ Վիտալի Բալասանյանն առ այսօր ազատության մեջ է։ Այդ ինչպես պատահեց, որ օրինակ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական հետապնդում եղավ։ Ասում են կաշառակերության գործով է նրա նկատմամբ հետապնդումը։ Սկզբից կաշառակերություններ, հետո իրենք ավելացրեցին նաև պետության դեմ հայտարարությունը, հետո հանեցին այդ հոդվածը, բայց կներեք այդ հոդվածը գոյություն ունի, բայց Վիտալի Բալասանյանն ինչու է ազատության մեջ։ Նորմալ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար պայքարած մարդը Երևանից Հայաստանի Հանրապետության անկախ ճանաչված Հայաստանի Հանրապետության անկախությունը կասկածի տակ դնի։ Պատկերացրեք ինչ վնաս է տալիս թերապես Արցախահայերին։ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը։ Ինչքան անտրամաբանական է։ Այսինքն Արցախը իրենք վարի տվին, հիմա եկել են ուզում են Հայաստանը վարի տան։ Դա նշանակում է, որ Վիտալի Բալասանյանն ու իր նմանները երբեք տոգորված չեն եղել ընդհանրապես Արցախի կարևորությամբ, Արցախահայերի իրենց երկրում ապրելու իրավունքով։ Հրաման է ստացել կատարել են։ Հիմա այդ համատեքստում պարոն Բլեյան, երբ Քոչարյանն ասում է չեմ հանգստանալու, մինչև Չարիքի իշխանությունը չհեռանա, նրա բերանով Կրեմլն է խոսում, այո, Մոսկվան է խոսում։ Ախր ինքն ամենամեծ Չարիքն է, որի իբրև եղել է Հայաստանի Հանրապետությունում։ Իրեն ոչ կարող ես համատել Տեր-Պետրոսյանի հետ, ոչ Սերժ Սարգսյանի հետ, ոչ ոքի չես կարող համատել։ Ռոբերտ Քոչարյանը եկավ արյունով, հոկտեմբերի 27-ով եւ հեռացավ արյունով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով։ Եվ իր նախագահության տարիներին ամենաշատ քաղաքական սպանություններն են եղել։ Եվ երկրի հարստություններն են վաճառվել։ Երկրի հարստությունները ամբողջությամբ տրվեցին Ռուսաստանին։ Հետո Սերժ Սարգսյանի ժամանակ են ինչ կար չկար էլ վերջացրեցին տվեցին օրինակ գազի 20%-ը եւ այլն։ Քոչյանի նախագահության վերջին ամսում փետրվարին երկաթ գիծը տրվեց Ռուսաստանին։ Իր առաջի հրամաններից մեկն եղել էր, որ Արցախին թարապես հանեցին բանակցային գործընթացից։ Դրանից հետո Ռոբերտ Քոչյանը սուբյեկտ է, եւ կներեք իշխանության գործելավոճի արդյունքում է, որ Ռոբերտ Քոչյանը դարձել է սուբյեկտ։ Իրենք չպետք է լինեին արդեն։ Ռոբերտ Քոչարյան իրենք չպետք է լինեին։ Մենք մեր քաղաքական դիսկուրսում չպետք է իմանայինք, որ Ռոբերտ Քոչարյան գոյություն կա, ունի։ Կար նախագահ, ել չկա ինք քաղաքական կյանքում, զբաղվում է անձնական գործերով, գիրք է գրում, չգիտեմ ինչ է անում, կամ ազատություն է աղորսում ճաղերի ետևից։ Երկուսից մեկը պետք է լիներ, բայց ինքը այսօր իր սեփական հյուրանոցում հարցազրույց է տալիս։ Բայց ինչպես նորից Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահի Նիկոլ Փաշինյանին, երբ այդ բազմաթիվ խոստումների կատարմանը ինքը ականատես չի եղել։ Մենք դրա համար էլ ասում ենք, իշխանափոխության համար առաջին կարևոր քայլը դա ընդդիմափոխությունն է։ Պետք է լինի ընդդիմափոխություն, որ հաջորդ ընտրություններում լինի նոր իշխանություն։ Հակառակ դեպքում, եթե տեղի չունեցավ ընդդիմափոխություն, մենք ունենանք Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, միգուցե նաև Ռոբերտ Քոչարյան։ Եվ արդեն հարցական է, թե արդյոք օրինակ քաղաքացիական պայմանագիրը հաջորդ ընտրությունների ժամանակ կարողանա վերընտրվել, եւ միգուցե այն ժամանակ մենք կորցնենք մեր երկիրը, որովհետեւ այս ուժերը կմնան իշխանության։ Դրա համար եմ ասում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդանական ընտրությունների ամենակարևոր
դրույթը ոչ թե իշխանությունն է, իշխանությունն անցնելու է, ես գիտեմ, իրանք անցնելու են, ու ոչ էլ էս ընդդիմադիրները կկարողանան իրար հետ ինչ որ իշխանություն վերցնեն։ Մեզ համար կարևոր է որպեսզի ազգային ժողովում լինի ընդդիմություն, որը կսաստի նաև այս իշխանությանը, որը ռեֆորմների մասին կխոսի, ոչ թե կգնան ամբիոնից կասեն Ես դուք կարող Նավալնիի նման եք կամ Զելենսկի հետ լավ եք ընկերություն անում, բայց ինչ իրավունքով եք օգնություն ուղարկում Ուկրաինա կամ հապկում ենք թե հապկում չենք։ Կբարձրացնեն հարցը կասել մենք ինչու ենք դեռ հապկում։ Երբ եք դուք անդամակցության հայտ ներկայացնում, ինչ եղավ այս ռեֆորմների հետ, ինչու են ռեֆորմները դոփում տեղում, ինչու են կիսատ պրատ ռեֆորմները։ Ինչ պետք է անել, որպեսզի այս բարեփոխումը ավելի լավ լինի։ Գնան գյուղեր, խոսեն մարդկանց հետ, իմանան իրենց խնդիրը որն է։ Այսօր գյուղացիները որ խոսում ես, իրենք ասում են, հա խաղաղությունը լավ է։ Հետո, բայց մենք մեր մաշկի վրա ո՞նց ազգանք։ Այդ է կարևոր։ Շնորհակալ եմ։ Միշտ սիրով։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքորթի անդամ Արնոլ Բլեյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։